Եթե անձը ստանում է 170,000 դրամ, իր համար է ավելի դժվար լինելու բուժօգնությունից օգտվել, թե 240,000 դրամ աշխատավարձ ստացողը կամ 560,000 դրամ աշխատավարձ ստացողը։ Այսինքն չեք ասում լոգիկա միշտ, լոգիկա, որ ազդեցիկ լինի, լոգիկա չկա այդ օրենքի մեջ, եթե դու 160,000 դրամ աշխատավարձ ստացող տղամարդուն իր ընտանիքի անդամներին պայմանական չես ներառում այս օրենքի մեջ, 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացողին ես ներառում, կամ չգիտեմ 800,000 դրամ աշխատավարձ։ Այսինքն պատգամավորները ընդգրկվել են առաջին։ Պատգամավոր չկան այլ ոլորտներում բավականին բարձր վարձատրվող մասնավոր ոլորտում աշխատող խնդիրը այստեղ հետեւյալի մեջն է։ Եթե 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացողը ինձ թվում է իր ընտանեկան բյուջեն ավելին կլինի, քան մինչ 200,000 դրամ աշխատավարձ ստացողը։ Ինչու եք դուք դրել այդ անջրպետը խնդիրը պահումների տոկոսադրույքների մասին է, որը պետք է գեներացվի պետական բյուջե կամ տվյալ առողջապահության հիմնադրամը։ Այսինքն 160,000 դրամ, 199,999 դրամ աշխատավարձ ստացող մարդը չի ներառվում այդ օրենքի մեջ։ Իսկ 200,001 դրամ ստացողը արդեն իսկ ներառվում է։ Հիմա այս մարդու ընտանեկան բյուջեում է ավելի շատ գումար հավաքագրվում, թե մինչ 200,000 դրամ աշխատավարձ ստացողինը։ Այսինքն 500,000 դրամ աշխատավարձ ստացողը իրեն կարող է թույլ տալ հարաբերականորեն վճարովի բժշկական ծառայությունից օգտվել, թե 160,000 դրամ աշխատավարձ ստացողը։ Մենք ունենք թոշակառուներ, որոնք բավականին բարձր թոշակ են ստանում եւ իրենք կարողանում են անգամ իսկ օգտվել այս յետ վերադարձի օրենքից առավելագույնը 10,000 դրամ, բայց 36,000, 38,000, 44,000 դրամ թոշակառու, որից 10-15,000 դրամը կոմունալ է վճարում։ 5-6,000, 4,000 դրամը հանրային տրանսպորտին է վճարում, տակը համարյա կեսն է մնում, ժողովրդի լեզվով ասած թոշակ, այդ վերադարձի օրենքը 2-3,000 դրամ հազիվ է լինում։ Այդ դեպքում հարց է առաջանում, եթե 3,000 դրամ յետ վերադարձի օրենքով 3,000 դրամ այդ թոշակառուն թոշակ է ստանում, 3,000-ը բաժանած 30 օրի անում է օրը 100 դրամ, 100 դրամը բաժանած 24 ժամի անում է ժամը 0.96 դրամ, չէ՞ որ մարդը 24 ժամ ապրում է, այդ անգամ այդ 3,000 դրամը իր կյանքի կենսա մակարդակի վրա դրական չի անդրադառնում։ Թող 3 չլինի, թող լինի 6,000 դրամ։ Եվ ասեմ ավելին, 2026 թվականին ավելի այսպես ագնացող ապրանքի եւ մատուցող ծառայությունների գների աճ է նախատեսվում, ես կանխատեսում եմ դա, քան 2025 թվականն էր, եւ այս օրենքը, որը այսպես թե այնպես 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող մարդկանցից պահում են, դա նույնպես բացասական է անդրադառնալու այդ փոքրիկ գումարը անգամ իսկ ընտանեկան բյուջեի վրա,